Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն անձամբ Սերժ Սարգսյանին է մեղադրում Արամ Մանուկյանի և ազատամարտիկների հանդեպ վերջին բռնությունների համար։ 3 ծեծի ենթարկված պատգամավորը հիվանդանոցում է, ուղեղի ցնցում ախտորոշմամբ։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 20-ի շրջակայքում բազմահարկ շենքի մուտքում, երբ կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղարը տուն էր վերադառնում։ Ընդդիմադիր պատգամավորը խնդրեց չնկարահանել դեմքը, նպատակահարմար չհամարելով հանրությանը ցուցադրել բռնության հետքերը։ Մանուկյանի աչքն առնաշաղաղ էր, ուռած, այդն ուժեղ այտուցված և կապտած։ Պատգամավորի փոխանցմամբ հարվածողը եղել է միջին տարիքի տղամարդ, իրեն ոչինչ չի ասել, անմիջապես անցնելով բռունցքների։ Արամ Մանուկյանը վստահ չէր, եղել է արդյոք հարձակվողի ձեռքին ինչ-որ գործիք։ Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը միջադեպի որոշ մանրամասներ պատմելով ասաց, որ Մանուկյանը վերջին շրջանում որևէ զգուշացում, սպառնալիք չի ստացել։ Վերելակի շքամուտքում անսպասելի հարձակվել է, մեկ հոգի է եղել, առաջին հարկում հարվածել են աչքի ու այտի շրջանում, որից հետո փախել է, դիմակավորված չի եղել, այսպես միջին տարիքի տղամարդ է եղել, Արամ Մանուկյանը դասական քաղաքական գործիչ է և նրա վրա հարձակումը կարող է կապված լինել միայն նրա քաղաքական գործունեության հետ, իսկ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որտեղ իշխանության գլուխ ուղղակի հանցագործներն են։ Հիշեցնելով վերջին օրերին 3 ազատամարտիկների դեմ իրականացված բռնությունները, կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզմունք հայտնեց, որ գործում է ահաբեկչությունների շղթա, 4 դեպքերը կապված են միմյանց հետ։ Առաջի դեպքում խառնված են եղել Լևոն Երանոսյանի մարդիկ, Լևոն Երանոսյանը դրանից հետո հրապարակային հայտարարություն է արել, որ ով բան ասի Սերժ Սարգսյանին, ուրեմն նրա ականջը կկտրի։ Սա ուրեմն մի հայտարարություն է, որով իրենք ըստ էության մատնում են իրենց։ Լևոն Երանոսյանը ըստ էության ասում է, որ ինքը կատարում է Սերժ Սարգսյանի հանձնարարականը։ Հստակեցնող հարցին, թե կարող էր արդյոք միջադեպը կապված լինել եռյակի հանրահավաքներից մեկում Սերժ Սարգսյանի հասցեին Արամ Մանուկյանի արած և հանրապետականների զայրույթը հարուցած արտահայտության հետ, Զուրաբյանը կրկնեց, թե սա մի տրամաբանության մեջ տեղավորվող հարձակումների շղթա է։ Իշխանության շակալները հարձակվել են ընդդիմության ներկայացուցիչների վրա։ Սա է կատարվում, հաշվարկն էլ շատ պարզ է, դրանով փորձում են իբր թե իրենց պրիմիտիվ պատկերացումներով կոտրեն համաժողովրդական շարժման այս բարձրացրած ալիքը։ Լևոն Զուրաբյանի խոսքով, թեև հանցագործները հատուկ ընտրել են նկարահանող սարքերի տեսադաշտից դուրս տարածք, այդուամենայնիվ տեղեկացված չեն եղել, որ շենքի մուտքը նկարահանվում է բնակիչներից մեկի մասնավոր տեսախցիկով։ Երևի պրոֆեսիոնալ չեն կազմակերպել, ժամանակին վայրը չեն ուսումնասիրել, տեսագրությամբ ոստիկանությունը 1 րոպեվա ընթացքում կարող է պարզել հարձակվողի անձը։ Շատ պարզագույն խնդիր է դրված, եւ եթե դա չարվի, դա ուղղակի մի ավելորդ ապացույց կլինի, որ այս հանցագործության հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը եւ իշխանությունները։ Իրավապահները հաստատում են, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը հետազոտվում է։ Բռնության դեպքի առթիվ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, որը պատժվում է տուգանքով կամ առավելագույնը երկամսյա կալանքով։ Հայ ազգային կոնգրեսը սակայն արդեն հայտարարում է, որ Արամ Մանուկյանի եւ ազատամարտիկների դեմ կատարված հանցագործությունների համար մեղադրում է անձամբ Սերժ Սարգսյանին։ Լևոն Զուրաբյանը փոխանցեց, որ միջադեպի մասին տեղեկացրել է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին, պնդելով, որ իշխանությունները բացահայտ գնում են ահաբեկչական գործողությունների։ Իշխանությունների եւ Սերժ Սարգսյանի հաշվարկը այն է, որ իր կարծիքով սրանից պետք է վախենա հասարակ ժողովուրդը։ Պարզ, ինչ ասեմ, բթամիտ մի հաշվարկ, պրիմիտիվ բռնապետների հարիր մի հաշվարկ։ Մնական է, նրանք չեն հասկանում, որ այս ամենը իրականում ավելի շատ սրելու է ատելությունը ժողովրդի, հանրության, հասարակության այս ռեժիմի դեմ,
ուղղակի շատ վատ է, որ բոլոր բռնապետները այս դասերը սովորում են հետո, երբ որ այդ ամենը կատարվում է։